Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է Ձինա այդ նախագիծը։ Եվա Կոպովնան ինչպես մի շնորհակալ լինում իր անդավաճան հեռուստադիտողներին, հետևորդներին եւ փորձում է շատերի նաեւ խնդրանքներ իրականացնել, ովքեր շատ ակտիվ են մանավանդ Facebook, Instagram-ում։ Այսօրվա իմ հյուրը շատ սպասված է եւ տաղանդավոր ընկերս է ինձ մոտ տաղավարում րոպեներանց նրա մասին, որովհետեւ ըստ ֆորմատի պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ մարդկանց շրջապատում աստծոշնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Հայրիկ մայրիկ սուրբ եկութան ունեք մեզ պատիվ ու հարգանք կյանք եք տվել մեզ մեծացրել մեր նպատակին հասցրել Հայրիկ մայրիկ սուրբ եկութան ունեք մեզ պատիվ ու հարգանք կյանք եք տվել մեզ մեծացրել մեր նպատակին հասցրել Եթում եմ խաչը ձերքիս, ինչ տվել եք ամենքիս Կփոխանցեմ իմ բալեքիս Ծնողներից քաղցր բան չկա այս աշխարհում Հայրիկ մայրիկ հարազատ աշխարհի չափ ձեզ եմ սիրում Արել եք դուք ամեն ինչ, որ ձեզնով հպարտ լինեմ ես Ինչքան էլ որ մեծանան միշտ ասում եք անուշ բանես Ծնողներից քաղցր բան չկա այս աշխարհում Հայրիկ մայրիկ հարազատ աշխարհի չափ ձեզ եմ սիրում Արել եք դուք ամեն ինչ, որ ձեզնով հպարտ լինեմ ես Ինչքան էլ որ մեծանամ միշտ ասում եք անուշ բանես Ձեզ սիրողին Վանել եք դուք իզնից շարին Որ իմ մոտ է շարնի քարին Երթում եմ խաչը ձերքիս Ինչ տվել եք ամենքիս Կփոխանցեմ իմ բալեքիս Ծնողներից քաղցր բան չկա այս աշխարհում Հայրիկ մայրիկ հարազատ աշխարհի չափ ձեզ եմ սիրում Արել եք դուք ամեն ինչ, որ ձեզնով հպարտ լինեմ ես Ինչքան էլ որ մեծանան միշտ ասում եք անուշ բանես Ծնողներից քաղցր բան չկա այս աշխարհում Հայրիկ մայրիկ հարազատ աշխարհի չափ ձեզ եմ սիրում Արել եք դուք ամեն ինչ, որ ձեզնով հպարտ լինեմ ես Ինչքան էլ որ մեծանամ միշտ ասում եք անուշ բանես Խաչը ձերքիս, ինչ տվել եք ամենքիս Կփոխանցեմ իմ բալեքիս Ծնողներից քաղցր բան չկա այս աշխարհում Հայրիկ մայրիկ հարազատ աշխարհի չափ ձեզ եմ սիրում Արել եք դուք ամեն ինչ, որ ձեզնով հպարտ լինեմ ես Ինչքան էլ որ մեծանան միշտ ասում եք անուշ բանես Ծնողներից քաղցր բան չկա այս աշխարհում Հայրիկ մայրիկ հարազատ աշխարհի չափ ձեզ եմ սիրում Արել եք դուք ամեն ինչ, որ ձեզնով հպարտ լինեմ ես Ինչքան էլ որ մեծանամ միշտ ասում եք անուշ բանես Ծնողներից քաղցր բան չկա այս աշխարհում Հայրիկ մայրիկ հարազատ աշխարհի չափ ձեզ եմ սիրում Արել եք դուք ամեն ինչ, որ ձեզնով հպարտ լինեմ ես Ինչքան էլ որ մեծանամ միշտ ասում եք անուշ բանես
Դե ինչ 21 TV եթերում մի աշխատանքը շարունակում է Ձինայդ նախագիծը եւ այս պայն տեսանյութ ըստ ֆորմատի։ Եվ ասեմ, որ տեսանյութի տաղանդավոր հերոսը րոպեներ կլինի անց մեզ մոտ տաղավարում։ Ում մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։ Լություն ապացուցելու համար ցանկացած վրիպում ցանկալի չէ։ Բայց դա չի նշանակում, որ մենք կազմակերպված մեր ծրագրերը չիրագործենք։ Բարև ձեզ, պարոն նախագահ։ Այդտենց նախագահ ասում ես ոնց որ իսկական նախագահ լինեմ։ Մի արեք այդտենց բաներ։ Այն նախագահն էլ իմանա կնեղանա։ Այդ մի բանն է, որ մեկի մասն էլ ասում են թակավոր, այնքան ասիկ։ Այդտենց բաներ մի արեք, արա։ Աստված ցենդ լսել։ Ինչի՞ չէ որ այնտեղ նստած է ձեզանից լավ։ Դե ինչ ես վստահ եմ, որ հենց հիմա շատ հեռուստադիտողներ ավելի մոտ նստեցին, ձայնը բարձրացրեցին, շատերն էլ ասեցին Ձինա ջան ոնց որ ուշացել է, ես գիտեմ, բայց նա ինձ մոտ տաղավարում է, այնպես որ մեծագույն սիրով հյուրընկալում տաղանդավոր ընկերոջը, Արծրուն Հարությունյանին։ Արտջան ողջույն։ Բարև ցավատ տանեմ։ Արդ ես կարող եմ ասել, որ դու մեր նախագծի հետևորդն ես, դիտում ես մեր ծրագրերը։ Անկեղծ այո, ժամանակս եթե ներումը անկեղծ 21 TV Ձինային, գիտես ինչ եմ ամենաշատը հետևում, որտեվ քեզ շատ եմ կարոտում։ Ու անկեղծ եմ ասում, են որ ժամանակի առումով հենց գտնում եմ այդ պատուհանը, կարոտս գոնե տեսնեմ, քո այդ ժպիտը, լսի, տարիներ անց մի քիչ էլ ես խոսեմ, որտեվ բանը, ինքան լավ բան ասիր, ես զարմացա իմ ասներ այդ խոսքը։ Տարիներ անց, այն էլ հիշում եմ իմ երիտասարդ տարիներից սկսած մինչև հիմա դու քո այդ էներգետիկան ոնց ես ճիշտ պահում, ինչ մատուցում, ինչ հրաշք է, ժամերով կարամ քեզ լսեմ ու չհոգնեմ։ Բրավո։ Ապրես։ Իսկ եթե մի հատ ներկայացում լինի, ինձ առաջարկեն քեզ այդ զուգընկերուի, կարաս նորմալ խաղասի մետ արդ։ Ես չեմ կարող։ Վախենում եմ։ Ես էլ։ Քո էներգետիկան խեղդի ու կասեն էս։ Օրինակ ես գորից շատ նեղվել էի, երբ որ նույն ֆիլմում ենք, բայց մենք տարբեր ուղղությունների վրա ենք մեր, չէ, տարբեր լեվելներ էր։ Մենք իր հետ համարը չհանդիպեցինք ֆիլմում։ Ես գիտես ինչի՞ց է տենց անում։ Հա։ Որ այդ տեսարանների բարձրությունը պահի թե քեզնով։ Հա, լավ։ Տես այդ չէի մտածել դրա մասին։ Լավ, հիմա անցնենք ներկային։ Եթե հետևում ենք Facebook, Instagram, եթե ոչ ուրիշ ակտիվ էջերի, այնտեղ կամ էլ են գովազդային հոլովակներ, որ ամենաշատն են պտտվում, Մարջան։ Ոչ պակաս ոչ ավելի մենքերը խորացված է ներկայացումների մեջ։ Դե հիմա այն ներկայացումներ, որ ամենաակտուալն են եւ տարին փակեցիք, դրանց մասին ինձ մի քիչ պատմիր, որը ոչ մեկը չեմ տեսել, էդ էլ ասեմ։ Ես ներողություն եմ խնդրում, այդ սխալը կուղեմ անպայման, խոստանում եմ ներողություն։ Դե ներողությունը մարդու համար է։ 2025 թվականին, ուրեմն գարունը բացվելու հետ, մի անգամից 3 ներկայացման պրեմիերա 2 ամսում արեցինք։ Լավ։ Մինչ այդ ունեինք հանդարտ մշակույթային այգում ունեինք 2 ներկայացում, 3 ներկայացում ներողություն ու 3-ն էլ այս տարի ավելացավ։ Ես 6 ռեպերտուարային ներկայացում կա, որից 5-ում ես խաղում եմ ու իմ մոտ այս տարի շատ ծանրաբեռնված էր ստեղծագործական բուն այդ թեմաների մեջ չի հասցնում ընդհանուր մինչև կողքի նկարանումներից բանին, նու հասցրեցի մի քանի գեղարվեստական ֆիլմերում նկարվելու, սերիալներ չհասցրեցի, որտեղ հրաժարվեցի զուտ միայն ժամանակի առումով։ Ուրեմն ու այս տարվա մեր ռեպերտուար մինչև այդ ցանկապատը կար, հետո արեցինք ալպիական մանուշակը եւ այս տարի Նռնենի, հետո Խաղողի այգի Վիլյամ Սարոյան, լավ, եւ բարեկենդանի հետքերով երեխաների համար Հովանես Թումանյանի հեքիաթների վրա մի շատ ամենաբացառիկ գեղեցիկ բնության մեջ առանց ճնշող բաների, առանց բնության մեջ բաց հրաշք մի անզուգական հրաշալի ինչով ու ամենակարևորը այս ամեն ինչի մեջ նորությունը ամբողջը, նորություն, որտեվ բնությունը քեզ տվել է այդ ամեն ինչը, ուրեմն պիտի վայելես, պիտի ապրես եւ առավել եւս քո սիրած գործով զբաղվելու համար։
Իսկ ինձ հետաքրքիր է, օրինակ իմ Սոնյան, գլամուրիկս, պատմի ասում էր ձին այդ բացօթյա ներկայացումները, որ նայում ես, այդ մի ուրիշ երևույթ է, էլի։ Ձեզ կոմֆորտ է բացօթյա այդտեղ խաղալ, ուզում ասել ձայնային առումով, չգիտեմ, կարողանում եք ճիշտ լսելի դարձնել հանրությանը, հանդիսատեսին, կոմֆորտ եք ձեզ զգում։ Ձին նայ ոնց է, ուրեմն սկզբնական շրջանում ահավոր էր, որտեվ բեմի այդ անձայն բան, սենց ինչ-որ բաներից հետո գնում ես բնության մեջ ու բնությունը սկսում է թելադրել իր պայմանները։ Ահա, հետո։ Քամի, անձրև, ահա, կողքից մեքենաների ձայներ եւ այլ, դրա համար մեր հանդարտը Տիգրանը ընտրել անեն ստեղ, որ ճանապարհից հեռու լինի, որ ոչ մի բան կողքում չլինի, չխանգարի այդ բնության այդ ձայնը լսելու։ Ու հետո երբ որ սկսում ես արդեն այդ կոմֆորտության մասին, դու հետո ես հասկանում թե ինչ կոմֆորտ է, որովհետև քեզ հողի վրա ես խաղում։ Հա։ Ինչ էներգիա է տալիս քեզ, ինչ մեծ շունչ է բերում քեզ ու հետո դրանից հետո երբ որ սովորում ես այդ ամեն ինչին ու մտնում ես բեմ, ինքան փոքր է։ Ինքան սենց սեղմում է վերևից, ներքևից, պատերը, բաները ու սենց ես խաղում։ Հիմա մենք բերեցինք, քանի որ արդեն ձմեռային էս սեզոնն եկավ, հիմա փոխեցինք բեմական տարբերակ, այն օրը 2-3 փորձ արեցինք, արդեն բեմական տարբերակով, որ շատ բան կորավ, բայց բեմի վրա էլ է շատ հետաքրքիր։ Այն էլ իր հետաքրքրություն ունի։ Ես որ այդ ամեն ինչից հետո մտա բեմ, այնքան sense բան է, ճնշված է զգում, sense նայում եմ ու հասկանում եմ, որտեղ այս շարժումներից հետո sense ես խաղում։ Հա, որտեղ դա բան է։ Այդ բնության ձայնի, քամու, արագության, այդ որ ասում ես, եղել է ներկայացումներ, ընդհանրապես մի քանի օր առաջ ցանկապատ ներկայացումը պիտի վերջին ներկայացումը ամփոփեինք ու սկսեց անձրև տեղը։ Ահա, սկսվեց։ Մեկ հանդիսատեսին խնդրեցինք 10-15 րոպե հետո հենց ներկայացումը հայտարարեց մտանք արդեն խաղալու առաջի երաժշտությունը գնաց, պատրաստվում ենք, մի հատ sense ուժեղ շատ հետաքրքիր է բնության ինչ բան, մի sense ուժեղ sense քամի արեց, փչացած հանգստացա, մինչև վերջ ոչ անձրև եկավ, ոչ քամի արեց, այս հրաշք, անբացատրելի բան է։ Փաստորեն ամենամեծ վախը բնության հրաշքներն են այդ ընթացքում։ Բայց մենք շատ ենք խաղացել, նույնիսկ եղել է, որ մենք գնում էինք, օրինակ Բերդ գնացինք, անձրևը գալիս էր, մառախուղ մենք ամպերի մեջ, հանդիսատեսը մեզանից ընդամենը 2 մետր են կողմի վրա, ու մենք խաղում էինք այդ։ Մի քիչ հեռու մեր հետև ամբողջ ամպեր, մառախուղ էր, հանդիսատեսը սենց էր նայում։ Bonjour, mademoiselle. Բարև Ասիա ջան։ Ասեցի չէ, ես էլ գործ ունեմ հարաբով, ես էլ գործ ունեմ հետը ու իմ գործը ավելի կարևոր է։ Հարցը իմացել ես ցախ աչ ֆրֆրում է։ Ահա, գյուղապետի հետ։ Կարմո են անում։ Աստորի բժիշկները արդեն կոֆեի բաժակին նայում։ Պայման փոխելակ ես մեքենա վարել, սովորեցնել, որ ինքը խմած լինի, դու վարես չհամաձայնես ասա ինչի։ Ո՞ց թե ինչի։ Գաբրիել դասի կողքը դու սկսի գորգրան դրես։ Աչքաշին, ձախաշին դառնով մոր։ Քեզ ինչ այ ուսում առած բոս։ Կուլտուրալ բարտա ոնց է դուք։ Հրաժեշտ տամ ու գնում։ Վաղը հիվանդանոց եմ գնում։ Դրանից հետո էլ Աստված գիտի հետ կգամ թե։ Ասա! Հանդարտի դեր ու տիրականը։ Եվ ամենակարևորը գագոս։ Գագոս։
Father. Yes, father. Father. Thanks, Hayrik. Hayrik. Ayyo. Mother. 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 Hayrik saying Mayrik. Mother. Mayrik. Okay. Okay. Eski şlavı mavur. Ahber nasıl şey ahber? Ahber. Aha Murat. Murat. He? Ahber nakleri düştü. Brother. 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 Oh, brother. Brother. Ahber. 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 Ahber ona ur kuyrik. Ha? Asla. Maya. Father. Father. Mother. Father. Kuyrik. Aha Murat. Murat. He? Ay balım. Kuyrikin işbenzisi. Sister. 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 Kuyrik. Ahber. Kuyrik. Ahber. Kuyrik. Ahber. Sister. Ahber. Laboratory namksa. Տարին բացվեց, սեզոնը բացվեց, շարունակություն կլինի։ Հա, ընդհանուր մենք հիմա իր պարապ չենք, շատ հետաքրքիր բացահայտում անեմ, որտեղ վելը փորձերն ա գնում հիմա։ Մենք այս տարի որոշեցինք անել ամանորյա ներկայացում միայն մեծերի համար ուշադրություն, միայն։ Որտեղ շատ քննարկեցինք, լավ, երեխաները, օքեյ, շատ լավ է, երեխաները իրանց ցավը տանեն, բայց այստեղ մի բան կա։ Ախր այդ մեծերն էլ են չէ ուրախանում նոր տարվա գալով։ Դե հա։ Ինչի՞ չփորձենք։ Հա, մի քիչ այնտեղ ինչ եմ ես շեշտում երեխաները, չէ, որտեվ այնտեղ հասկանալու բաներ կա, պատտեքստեր կա, որոնք երեխաների համար չեն։ Դրա համար միայն մեծերի համար։ Դա հիմիկվա թեմա ես ասում։ Այո, հենց մենք երևի դեկտեմբերի 21-ին կունենանք արդեն պրեմիերան։ Ահա։ Հանդարտ այգում ինքը արդեն այս դեպքում ոչ թե բացօթյա, այո, կտանենք արդեն դալիճ, ուղղակի այնտեղ տեղերն են շատ սահմանափակ 80 տեղ է, իսկ այնտեղ բացօթյայում մինչև 350-400 հոգի տեղավորվում են։ Իսկ այստեղ փոքր է ինքը սրահը։ Իսկ մեծերի համար դա 18+-ն է։ Այո։ Բայց ինքը պոշլի տենց Դե ոչ ասեցի, ուղղակի տարիքային եմ ասում։ Ես քեզ ասեմ իմ խաղընկերները ովքեր են, որ արդեն պատկերացնես ինչ հետաքրքիր է լինելու, Ջուլիետա Ստեփանյան, ահա, որը խաղում է Ձյունանուշիկ։ Լուրջ։ Դե արդեն հերիքա չէ։ Արդեն հերիքա հետո։ Արա Սարգսյան, որը խաղում է Ձմեռ Պապի։ Ահա, լավն է։ Ագնես Շահնազարյան, որը մի հրաշալի չեմ ասում ինչ, ես եմ խաղում ընդեղ էլի չեմ ասում ինչ, թեմատիկ առումով եւ էլֆերն էլ դուք էիք։ Հա, չէ, մենք էլֆեր չենք։ Հենց այս ներկայացումը հենց դրված է այն բանի մեջ, որ այս նոր տարվա, որ ինչ ենք մենք Ձմեռ Պապի Սանտա Կլաուս անում, մենք բերում ենք Կաղանդ Պապիկին։ Հասկացա։ Հասկացա, լավն է։ Սամվել Բաղինյան։ Ջուլիայի, ահա։ Մենք այս ինգով ենք ու շատ հետաքրքիր բան է սպասում, որտեղ մենք արդեն այն օրը փորձնական սեղանի շուրջ արդեն գցեցինք ու միանգամից արձագանքները լսվեց։ Դեկտեմբերի Դեկտեմբերի 21-ից, 20-ին չէ, 21-ից 29 նոր կգամ Հայաստան, մի շաբաթ Հայաստանում չեմ լինելու, էլի գործնական դրսերում մի քիչ բաներ ունեմ, դրա մասին չեմ խոսի, դեռ հետո կասեմ։ Շատ լավ։ Հիմա անցնենք իմ ծրագրի ֆորմատին։ Միջեմա քեզ էի լսում, Մարջան։ Իմ ծրագրին հյուրընկալում են նաև այն մարդիկ, դուք գիտես ովքեր, որ առիթների հետ կապ ունեն, երգող, պարող, վարող, կազմակերպիչ, եւ այսպես շարունակ ուտով մեզ հետևում են նաև շատ առիթատերեր եւ օրինակ ռեստորանային համալիրների տնօրեններ, որոնք չգիտես ինչու բոլորը սպասում են իմ կողմից նորություն, թե երգի առումով, թե մնացած թեմաներով։ Ես չեմ վախենա, որ ասեմ բացի այն, որ դու վաստակաշատ տաղանդավոր դերասան ես, դու նաև վաստակաշատ համադա ես։ Ու երբ որ ինձ հարցնում են, ասում են, օրինակ այդ ավակ սերնդից ում հետ կվարես, ասում եմ մորցր ունի։ Եվ ավելին, ես շնորհակալ եմ, մենք իրար հետ վարելու փորձ ունենք։ Այո, այսինքն ես գիտեմ, թե ում հետ եմ այդ ավակ սերնդու մասն է խոսքը նաև։ Եվ հիմա ես չգիտեմ ինչու ինձ թվում են կան առիթատերեր, որոնք սիրում են ուղղակի խողեր,
ավելի շատ երբ որ Թամադան իրենց առավոտ շուտ իրանց հետ է լինում, շատերին դուր է գալիս, որ Թամադան լինում է նոր սկսնակ, որ ոչ մեկ իրան չի ճանաչել։ Շատերն ուզում են լինի իրենց նախընտրած դերասանը, որը Թամադա է, այսպես շարունակ յուրաքանչյուր իր կարծիքի եւ իր բնականաբար ասում է նաեւ գումարի չափով պետք է մտածի ում հրավիրել։ Ես կարող եմ ասել հստակ, որ իմ ընկերը վաստակաշատ Թամադա է եւ գիտի առաջին նախադասությունից խոսալուց թե իրան ինչ է սպասվում ողջ օրվա ընթացքում։ Այսինքն քեզ սպասում է շատ խոսել, թե քեֆ չի, այսպես ասած, ժողովուրդը եւ ինչքան ծանրություն է սպասվում քեզ այդ օրվա ընթացքում։ Սիրով ես անում այդ գործը, թե պետք է անենք, որպեսզի նեվ կողքից գումար վաստակենք։ Զինջան, ուրեմն համեն, բայց տես շատ հետաքրքիր բան ասեցիր, որ օրինակ 2001 թվականից արդեն 25 տարի։ Այո։ Ես առաջինը արել եմ փետրվարից եմ արել այդ 25 տարի ես գործի մեջ եմ։ Նայեք։ Այնքան դու լավ գիտես, Փարկասո սրա մեջ ես, ուրեմն մասաների տարբեր կատեգորիաներ կա։ Ես երբ որ սկսում եմ արդեն առաջի հերթին դե հանդիպում ես պատվիրատուի հետ, հանդիպում ես եթե հարսանիք է, ուրեմն հարսի, փեսայի հետ, ծնողների եւ այլ։ Բայց դու իրանց ճանաչելով դու դեռ չես ճանաչում ամբողջ բալիչը, որտեղ ես չգիտես այս կոմը։ Ես այդ սկսում եմ հասկանալ մոտարապես միջոցառումը սկսելուց կես ժամ 40 րոպե հետո թե ովքեր են այստեղ։ Որտեվ հենց դրանից արդեն սկսում ես բացել։ Սկիզբը ինքը մի քիչ ավելի զուսպ, մի քիչ բան, որ տեսնես ով ինչ։ Հետո այդ ամբողջ ընթացքում աչքերով հետո ես ով ինչ եմ նայում, ոնց է նայում։ Հետո լինում է պահեր, որ արդեն են վերջի պահին, երբ որ շատ բոլորը արդեն խմած են իրանց հարցերով, ես գտնում եմ այդ հյուրերից մեկին, որ ինձ լսում է ու իր հետ եմ սկսում աշխատել։ Ահա։ Որը շատ կարևոր է։ Եթե դու այդ չես ունենում։ Եթե դուետ չեմ ունեմ, բայց դուետի ժամանակ էլ պիտի փորձես կապել ես ամեն ինչը։ Դուետ մենակի ժամանակ ինքը ավելի բարդ է, դուետի ժամանակ ավելի նամանավանդ, եթե դուետն էլ է հասկանում գործից։ Եթե պրոֆեսիոնալ է կողքը։ Եղել է, որ արել եմ դուետ, որը իմ սրտով չի եղել, դրանց մասին ձախողումներ ունեցել եմ, դա անփորձ այդ կո ասածն է։ Հիմա ես այսպես եմ մտածում, դա էլ իրանց ճաշակի հարցն է, որտեղ ասում են երիտասարդները ուզում են այս մարդուն։ Okay, շատ լավ է, իր ցանկությունն է բան։ Հետո ասում են դե բանը եկամ մոտիկ մարդիկ են, բան ասում են շատ շոու արեց։ Այդ խոսելու, այդ շոուի, այդ որը մեջը տեքստ չկա։ Ահա։ Խոսում է, բայց բան չի ասում։ Ասելիք չկա։ Այո։ Գիտես, հիմա շատ ենք հերվածել են կարևոր։ Ես տարիներ շարունակ փորձել եմ պահպանել, բայց այդ ես երբ որ նստում էինք, գրում էինք անունները, բաները, ես որոշակի իմաստով փորձում եմ այդ ժամանակը գտնել, բացատրել հարսանիքի նպատակը, ինչն է հարսանիքը, ինչի համար են հարսանիք անում։ Այս որն է դա։ Ես ասում եմ, գիտեք, այս մարդկանց ինչ են եկել այստեղ, ինչ են գալիս քո հարսանիքին։ Ասում դե բարեկամներս են, ոչ ասում եմ, այդ մարդիկ գալիս են, որպեսզի վկա լինեն ձեր միասնության, որ դու իրանց առաջ քո ընտանիք կազմելու վաղ ու միսօր եթե ինչ-որ մի բան լինի, դու պիտի պատասխան տաս իրենց։ Այո, համաձայն եմ։ Հա? Ու ասենց մանր բաներ, ասում եմ հարսնակրոջ նպատակը, ասում եմ խաչ եղբոր նպատակը, քավորի, ինչի համար այս ամեն ինչը դարերով եկել։ Եվ դրա այդ բոլորի հետ մեկտեղ կոնկրետ կենացները, ավանդական ադատներով, ոչ այն կենացների լոզունգները, որ հատուկ գրքերից գրվում է ու ասմունքում ենք։ Բայ, այն որ ախր ասմունքի համար կա լավ ասմունքի երեկոներ, որտեղ կարող ես գնաս ու վայելես։ Բայց հարսանիքի մի բան էլ կա որ կան թամադաներ, որոնք այդ ասմունքը, այդ կենացի բարեմաղթանքը գրեթե բոլոր տեղերն են օգտագործում։ Այսինքն իրան գիտեն այդքանը, չի գալի այստեղից։ Չեմ ուզում ոչ մեկին վարկաբեկել, բայց եկեք բոլոր ամեն ինչի իրենց բառերով ասենք, հա։ Երբ որ ինձ ասում են Դինա ջան, բայց ինքը շատ լավ դերասան, ասում օքեյ, երբ որ սցենարը տալիս են ձեռք, ինքը անգիր անում։ Բայց այստեղ սցենար չկա։ Այստեղ պետք է ինքը ասի այն, ինչ զգում է, եւ ինչ կարող է օրինակ թամադան կողքից
արտահայտվի, չէ։ Իմպրովիզացիան շատ կարևոր բան է այդ բանը։ Դե բայց ոչ դերասաններն են կարողանում անել։ Լավ արտիստիզմը ուրիշ է, Արջան։ Խաղացեք։ Խաղացեք։ Ուրիշ է, Բա տեքստը։ իմպրովիզացիան ու տակից շատ սիտուացիաներ են լինում, որոնք քեզ թվում է թե անելանելի են, բայց ընդամենը մի քիչ կարողանում ես կենտրոնանալ ու հասկանում ես, որ սա փորձից է գալիս։ Սա գալիս է արդեն հիմա ինձ որ հրավիրում են արդեն այս բաներին, ես այդ քո ասած խաղեր, մաղեր չեն, որ Հա, շատ մանկական վիճակներ։ Ես ասում եմ չեմ անում, դա տես բան, որտեվ ասում եմ նայեք, հենց ամենապրիմիտիվ շատ խաղեր, բան, ասում եմ ամենապրիմիտիվ խաղը, բանը, պարային մրցույթը, հա։ Ասում եմ անկեղծ եմ ասում, մեկին տվեցի լավագույն պարող, այն մյուսները մի շաբաթ քեզանից բամբասելու են։ Այո։ Ինչի՞։ Բայց լավ ուրիշ բան ասեմ, բայց չէ որ այդ կենացները ունեն շարք, ձևաչափ, մենք միջև հասցնում ենք րոպե ասում եք որ քավոր նվերների հանձնում, չգիտեմ, մենք չենք հասցնում նաև երգչին նորմալ տալ։ Մենք ուզում ենք որ ժողովուրդը բարի ուրախանա, մենք ուզա ստոպ ենք տալի, որպեսզի կարդանք ժամանակի մեջ տեղը։ Բայց ինչ խաղ։ Այդ ցերեկը մեկից սկսեք հարսանիքը խաղացեք մինչև իրիկուն 6-ը։ Ես չեմ հիշում տենց հարսանիք, եթե անկեղծ վերջ ժամանակատվածում, բայց այս մի քանի օր առաջ իմ ընկերներից մեկը զանգարեց, ասեց Զինջան, միասին կարող են գնալ շրջան հարսանիք վարելու, ասի դե օրբա, ինչպես ոնց խոսում ես։ Գնա ցուցակ, եմ որ սկզբից սկսում ամիջ թե ձին այդ բոլորը հետ լինում է, բայց մի բան կա, իրանք ուզում են ամենակիչը 3 խաղ կազմակերպենք, ասի հաջողություն ձեզ, ես վաղուց անցել եմ այդ էտապից, ես հիմա վերջին զանգ եմ դժվար վարում, որովհետև գիտեմ, որ նրանց պետք է յուրովի տարբերակով չէ, իսկապես այդ խաղերը լինի, ինչ-որ չափով զբաղացնելու համար, այսինքն կա թամադաների նաև կատեգորիա, դուք ընտրելուց էլ պետք է մանաք հարգելներս, հարգարժան առիթատերեր ում եք ընտրում, և չմոռանաք, ամեն լավ դերասան իր սցենարով է լավ է, իր արտիստիզմով, բայց կան դերասաններ, որոնք սահմանափակվում են կամերայից կողք, ավել չեն կարող խոսել, որովհետև դա տեքստով սովորել են եկել են կանգնել են կամերա առաջ, իրենց սերիալը ցույց են տալիս Արջան։ Դա տենց է։ Հա, ու մեծ մասն այդպես որ սա ուղղակի խորհուրդ է, նեգատիվը չենք տարածում, բայց կարողանում ենք կարգ ու կանոն ստեղծել մեր ծրագրի շրջանակներում։ Իսկ ես ուզում եմ հիմա վերջում ամփոփման համար նաև մեր ֆորմատին էլ անդրադարձանել ինչ տարբերակով, դու հասկացան այս բոլորից մեկտեղ նաև ես ուզում եմ իմանալ ինչպիսին եմ ընկերը որպես հոբելյար։ Ես տեսակներ ասեմ դու ընտրի, էլի արդ։ Մարտով ամիսներ առաջ սիրում եք կազմակերպել ծննդյան օրը։ Մարտով այդ օրը մի տեսակ մեկուսան մեջ չի շփվում ոչ մեկի հետ, եւ մարտով տուն տեղ ընկեր կոլեկտիվ ոնց էլ չլինի իր համար մի բան կկազմակերպեն։ Որն է քոն արդ։ Երկրորդը։ Լուրջ ես ասում, ինչի։ Նեղվում ես որ մի տարի էլ մեծացա օր։ Ծանր է ստանում։ Դες հուզվեցի։ Լսի, ես անկեղծ եմ ասում։ Առավել եւս այս վերջի 5-6 տարին ամեն տարի ծնունդ անելը ինձ թվում է մեծանալով ծնունդ անելը ես գնում եմ դեպի ուրախության մահը, հեռու։ Լսի։ Որտեվ վախենալու բան չեմ ասում ինքը, դա իմ բանն է։ Ես սիրում եմ այդ քո ասած այդ մեկուսանալ բանը, բայց միևնույն է իմ երեխեքը իմ կինը կազմակերպում են։ Չեն թողնում, բայց ես ասում եմ մի արեք, խնդրում եմ, մի արեք, շատ մարդ առավել եւս չեմ կարում հավաքեմ, չեմ ուզում, որտեվ հավատացնում եմ, իմ ընկերների ցավը տանեմ, բոլորին շատ սիրում եմ, բան, բայց ինքան նյուանսներ կա, ես մի քիչ քթիմազ եմ էլի, Դից կողմ է ծացել ես։ Չէ, մեծանալ չի, ես նույնը եղել սրանից 20 տարի առաջ էլ եմ այդ նույնը եղել, անկեղծ եմ ասում, բան չի փոխվել, բայց հիմա գիտակցում եմ, որ ես հիմա ծնունդ եմ անում, ուր եմ գնում, սենց ուրախ եմ։ Անես չի, որ ուղղակի որ առավոտը հելնում են ասում են քո ծննդյան օրն է, դու այսօր դարձար այսքան տարեկան, ու մի հատ որ հետ եմ նայում, տեսնում եմ որտեղից եմ եկել։ Ծնունդը շատ լավ բան է, որ ամփոփես քո տարվա արածը։ Համաձայն եմ։ Որ դու դնես, ասես, տես ես տարի, ես արեցի ու մի հատ է սխալ բան արեց։ Դե լավ, այդ մարդիկ էդ էլ ալում, չես կարող անսխալական չես կարող լինես։ Ու
Այստեղ ծնունդը իմ համար դառնա բան հանգիստ, ոչ մի զանգերին, բանով գրելով բոլորին շնորհակալություն եմ այտում, հա ու աշխատում եմ անպայման, որ սոցցանցերում ուղարկած բոլոր շնորհավորանքները անպատասխան չթողնել։ Մեկ էլ ներվայնանում եմ այն բանից, որ հանկարծ իշով մեկի ծնունդն ալնում, որպեսզի բոլորին չպատասխանի, անհատական, վերջում գրում է բոլոր շնորհավորանքներին շնորհակալություն բոլորին ու վերջ։ Չէ։ Ես պիտի մտնեմ անհատական ասեմ շնորհակալ եմ հետևորդներից սովորական իմ պակլոնիկ բան երկրպագուներից բանից բոլորին անհատական շնորհակալություն թեկուզ այդ մի բառը շատ շնորհակալ եմ զգացված եմ ամենալավն ու բան ու մեկ է սիրում եմ եթե հանգարց այդ նույն օրը իմ ընկերներից մի 3-4 հոգի ունենք որ նույն օրն ենք ծնվել ինքն շնորհավոր եմ ես ասում եմ ես էլ քեզ ամենալավ պահը Ես խոստանում եմ իր ծնունդը ինձ մոտ եթերում կազմակերպել։ Ես դա ձեզ խոստանում եմ, ոչ թե քեզ եմ խոստանում, Հարություն, այլ հանրությանն եմ խոստանում։ Որ տեսնես, որ կան լավ այլ տարբերակներ։ Ես ամառստեղ չեմ լինելու։ Ես 2 օր հետո կազմակերպեմ, որովհետև դու իմ ընկերն ես, կարաս 7 օր 7 գիշեր ծնունդ ունենալ։ Ահա։ Այ այդ 7 օր, եթե ժամանակ ունենք, մի երկու բաներ 7 գիշերվա համար ասեմ, այն որ հիմա հարսանիքներին մի հատ հետ գամ, այդ որ ասեցի, այդ հիշեց այդ 7 օր 7 գիշերը, ասում եմ, բա այն ժամանակ մարդիկ ոնց են 7 օր 7 գիշեր հարսանիք արել, մենք հիմա ժամը 5-ից սկսում ենք արդեն ժամը 11-ին, всё, բոլորը լավ չեն, հոգնած են։ Ասում եմ, լսի, այդ քո ասած 7 օր 7 գիշերը, տենց հո առավոտից իրիկուն չեն ուրախացել։ Մարդիկ գնացել են իրանց գործին, իրանց հանդը, իրանց գոմը, իրանց անասունին, ստուրը, եկել են ժամը 6-ից հետո բոլոր գործերը իրանց բրծել են, վերջացրել են, եկել են սկսել են հարսանիք։ Ինչ կա։ Երկուշաբթի օրը առանձին օր ա եղել, որը պետք է սկսես արդեն առանձին պատրաստվել են, որտեվ ասեն ժամանակ ասեն չէ, որ մտնես խանութից կամ բան ամեն ինչա։ Իրանք սկսել են 7 օր 7 գիշեր, հավաքել են, հացն են թխել, լավաշն են թխել, հավաքել են ուտելիքները, պատրաստել են արդեն միսը մորթելուն, ամեն օրը իր նշանակությունն է, աղջկա տունը վերմակն են կարել, տղայի տունը թրաշի արարողությունն են արել, էս են արել, ամեն օրը երեկոներն են արել։ Այդ երեկոն տևել ընդամենը 3-4 ժամ, իրանք դրանից հետո ջահելները մնացել են, մնացած ովքեր որ վաղը առավոտը ժամը 6-ին պիտի հելնեն իրանց անասունին տիրություն անեն, իրանք գնացել քնել են, որ իրանց ամբողջ այդ տնտեսությունը վարի չգնա, այնպես չի որ մարդը եկավ խմեց ու գնաց։ Կամ իրանք ուտվել են բոլորը, ես հատկապես որ ապրում էին ժամանակը տենց էր գյուղում, որտեղ մեր Գյումրվա լեննականի գյուղերից բոլորը տենց են այնտեղ հարսանիքներ են ժամանակ 7 օր 7 գիշերվա մեջ էր, բայց ամեն օր ուներ իր բանը, իրանք գալիս են ժամը 6-ից հետո նոր կամաց վերջացրին գոմի բանի գործը, գալիս են սկսում են ուրախանալ, ինչով հնարավոր է, ու վերջ, սա էր հետաքրքիրը։ Ես այդ դեռ երեխա ժամանակվանից եմ հիշում, էլի, ու մենք է վազվզում ենք, թռչկոտում ենք, մենք պարտականություն չունենք, էդ էր լավ։ Արդ, բայց հիմա շրջաներում, քաղաքում այդքան չէ, շրջաներում կան մարդիկ, ովքեր որ գոնե ադատներ օրերը առաջ անասուն մորթելն է, չգիտեմ հարսիտուն հատուկ գնալն է, որ ասում են գլուխ լվալ, օժիտը, այդ ամեն դեռ կա։ Օժիտը Ավելին ասեմ, Միացյալ Նահանգներում դեռ պահպանվում այդ ամեն ինչը։ Այո, 12 պերսոնալով այդ օժիտ դնելը, դերելը, հատիկ ներկայացնելը, այդ ամբողջը կա, էլի։ Սա մեծ բան է, սա ու փառք Աստծո որ կա։ Որտեվ ես մի 2-3 տարի առաջվա պատմություն պատմեմ, Գեղարքունիքի գյուղերից մեկի չեմ հիշի հիմա գյուղի անունը, այնտեղ ուրեմն բան կար, ասաց Քավորի կենացը, դե ասի երկրորդ կխմենք քավորի կենաց, հետո կանցնենք ծնողներ, քավոր եւ այլ, հետո ասեց ստոպ։ Ինչու։ Պապին։ Հա։ Պապին ասեց, չէ։ Քավորի կենացը վերջում։ Ինչու։ Բա, նայ։ Ուրեմն մենք դեռ այն ժամանակներից սկսած ամեն լեգիոն, ամեն շրջան, ասենք Սասունում ուրիշ ձև է եղել, Արդանում ուրիշ ձև է եղել, ամեն մեկը էս տարբեր բան է։ Ուրեմն այդ մարդիկ ավելի շատ իրանց պապենական ավանդույթով ոնց են արել, որտեվ այն ժամանակ այդ Թամադա ասածը, սեղանապետը, ընտրում էր քավորը, սեղանապետին ընտրում էր քավորը ու քավորի ենթակայության տակ ինքը սկսում էր վարել։
Եվ որպիսի քավորը պիտի վարի, իսկ բոլոր տեղերում տենց էր։ Իսկ այս շրջանում, որ իրան կար, քավորն է մինչև վերջ վարել հարսանիքը, նայեք։ Ու հետո որպիսի քավորը դե ինքը իր կենացի չէր կարող խմել, ուրեմն վերջում այդ մարդիկ ինձ պատմեցին ու ասին վերջում պիտի քավորի կենացը պապը հերը ինչ որ մեծ մարդ խմի, լավ, քավորը նվերը տա, հարսին պարացնի ու բրծնեն հարսանիքը։ Շատ հետաքրքիր էր, իմ համար էլ դե բնականաբար սովորում ես ամեն ինչում, որտեվ շատ բաներ կա, որ ես տեղյակ չեմ, ապրելով սովորում ես ու հասկացա, որ այս մարդկանց համար ճշմարտությունն էլ դա է։ Դե բան չասացի, համենայն դեպս բացահայտում արեցինք։ Իսկ այսքանից հետո, քան որ իմ ժամանակը վաղ ու ծանցել է, բայց եթե ինձ թողեն, ես մի երկու թողարկում էլ քեզ հետ կանցկացնեմ, բայց կադրից դուրս մենք կշփվենք։ Իսկ ես ասեմ, որ այո, ես մեծագույն սիրով դուետ կազմում եմ տաղանդավոր ընկերոջ հետ, եւ եթե դուք ինձ միշտ հարցում եք, ասում եք, որ արծրուն եմ, իմ կարծիքով չկա տենց շատ։ Հենց իր հետ եմ ես միշտ դուետ կազմում եմ, որ ասում եմ, ընտրեք մեր դուետը։ Ձեր հարսանիքը կլինի անվել երջանիկ, ուրախ եւ հիշարժան։ Ամենակարևորը։ Այո, իսկ ես շնորհակալ եմ քեզ, որ դու իմ հրավերը չմերժեցիր։ Պահանջում եմ նորության դեպքում լինել ինձ մոտ տաղավարում եւ ինչու ոչ նորությունները ներկայացնել առաջին ինձ մոտ, թե չէ ես իսկապես կնեղանամ արդեն։ Ես խոստանում եմ։ Վերջացավ։ Լսում եք ես Հայաստանի Հանրապետությունը։ Բոլորի առաջ քեզ խոստանում եմ այսուհետ հենց նորություն եղավ զանգում եմ, դու ինձ ասում ես, գիտես, եթե այսօր հարմար չի, վաղը գալիս ես ինձ մոտ ու ես սիրով գալիս եմ։ Իսկ թե որ ներկայացման առաջինի ես կգնամ նոր տարուց հետո էլի, ես անձամբ կներկայացնեմ ձեզ եթերում, իսկ ես շնորհակալ եմ քեզ հերթական անգամ եւ իհարկե շնորհակալ եմ բոլոր հեռուստադիտողներին, որ Ակոպով նայեց ակնկալում այսպես հետաքրքիր զրուցակիցներ, նորություններ եւ առավելևս բացառիկ թողարկումներ, միջև հիմա ձեզ հետ իմ տաղանդավոր ընկերներ եւ ձեր Ձինե Ակոպովնան։ Ինձ փնտրեք բացառապես 21 TV եթերում, բարին ընձեզ։ Tarayiriram, tararararayiriram, tarayiriram, tararararayiriram, tarayiriram, tararararayiriram, tarayiriram, tararararayiriram. Տես ինչքան մարդ է գալիս, ես սպասում եմ իմ յարից, մեկին տեսա հարցերի, ասին տարել եմ Փարիզ, տես ինչքան մարդ է գալիս, ես սպասում եմ իմ յարից, մեկին տեսա հարցերի, ասին տարել են Փարիզ, տարել են յարից Փարիզ, ոնց դիմանամ ես հալից, միթե ինձ մոռացել է, գնացել է եւ չի գալիս, տարել են յարից Փարիզ, ոնց դիմանամ ես հալից, միթե ինձ մոռացել է, գնացել է եւ չի գալիս։ Մայրե, խրատում էր հայրե, իմ դարդից տարան հերու, փոխել ես սննդավայրե, քեզ ասում էր մայրդ, խրատում էր հայրե, իմ դարդից տարան հերու, փոխել ես սննդավայրը, արդեն ունեմ համարդ, կամաց մտա կամարդ, հիմա ինձ զանգ է գալիս, յարո ջան քո մոտ եմ գալիս, արդեն ունեմ համարդ, կամաց մտա կամարդ, հիմա ինձ զանգ է գալիս, յարո ջան Փարիզ եմ գալիս։ Հիմա եկել եմ Փարիզ, որ տուն տանեմ իմ յարից, վերել եմ քեզ մատանի, տոմս եմ արել Երևանի, հիմա եկել եմ Փարիզ, որ տուն տանեմ իմ յարից, վերել եմ քեզ մատանի, տոմս եմ արել Երևանի,